Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Յոթանասունչորսից 96 թվականներին է գործել, այնուհետև բավականին դադար ենք ունեցել և հիմա արդեն 1 տարի է գործում է մանկապարտեզը և հաճախում են շուրջ 115 երեխա, հաճախում են Կարփի համայնքից, Արտաշավան, Սաղմոսավանք և շենքը սուբվենցիոն ծրագրով է հիմնանորոգված, բոլոր պայմանները ունենք երեխաների անվտանգ և առողջ միջավայրի և կրթության և զարգացման համար։ Գործում է 4 խմբով, ունենք ավագ, 2 կրտսեր խումբ և միջին խումբ։ Երեխաները հաճախում են 8:30-ից 5:30 ռեժիմով, 8-ժամյա ռեժիմով ենք աշխատում, նախաճաշ, ճաշ, ետճաշ և պարապմունքներ, ինչը որ յուրաքանչյուր խմբի երեխաների աճի և զարգացման համար նախատեսված այս չափորոշ չի։ Ունենք երաժշտություն, պար և մնացած պարապմունքները, որը նախատեսված է երեխաների յուրաքանչյուր տարիքին համապատասխան։ Ծնողները պատմում են, որ այսպես իրենց ստիպում են, որ տանեն մանկապարտեզ և մեր ամբողջ աշխատակազմը զինված է լավ մասնագետներով և ամենակարևորն է հոգատար ու առողջ մթնոլորտ է տիրում մեր մանկապարտեզի աշխատակազմի մթնոլորտում, ինչն էլ նպաստում է, որպեսզի մեր աշխատանքը էլ ավելի արդյունավետ լինի։ Արտաշավանը ունեցել է դպրոց, մինչև այս դպրոցը, 1971 թվականին սկսել է արդեն այս դպրոցի շահագործումը և առաջին սաները հաճախել են դպրոց 1971 թվականին և դպրոցի երկարամյա տնօրեն է եղել Գրիշա Ասատրյանը, ում անունով այժմ անվանակոչված է մեր դպրոցը։ Լավ դպրոց է եղել, ծաղկուն, մեր տնօրենի, նախկին տնօրենի շնորհիվ։ Ես ինքս այս դպրոցի սան եմ, այս գյուղի բնակիչ, ծնվել եմ այստեղ և հիմա շարունակում եմ մեր Գրիշա Ասատրյանի գործը։ Աշխատանքը տարվում է Արագածոտնի մարզի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ, տարբեր ծրագրերի ներդրմամբ, ամբողջությամբ փոխել են դպրոցի տանիքը, կատարել ենք բարկի բարեկարգման աշխատանքներ, այս պահին դահլիճում ընթանում են դահլիճի վերանորոգման աշխատանքները։ Ամանորի հետ կապված յուրաքանչյուր դասարան ունի իր ծրագիրը ներկայացնելու, մեծ շուքով, ուրախությամբ, անհամբերությամբ սպասվում են դասապրոցեսի վերջին օրերին, որպեսզի յուրաքանչյուրը ներկայացնի իր ծրագիրը և այսպես ժյուրիով մենք բոլորս
գնահատենք իրենց աշխատանքը։ Դպրոցում սովորում են 110 աշակերտ, մասնակցում են տարբեր խմբակների, սպորտային միջոցառումների, ունենք նաև աշակերտներ, ովքեր մասնակցել են վարչապետի գավաթի հեծանվավազքին եւ միջև հանրապետական փուլ իրենց մասնակցությունը ցուցաբերել են։ Մեր դպրոցի նախկին սանն է եղել Քարամ Սլոյանը, ով զոհվեց քարոզիա պատերազմին եւ ունենք նաև ցավոք սրտի 20 թվականին մասնակցություն ունեցած մեր սաներից, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն մեր հայրենիքի, հանուն այսօրվա այս խաղաղ պայմանների։ Առաջ 50 ոշխար էի պահում, 88 թվից, 3 հատից աճացրեմ սարքել 50 հատ, ծրագրի մեջ էի, էլի ձերպես լավ տղեկ նկարանեցին, մրցույթ նախցեցի, ես մի տարի, 2 տարի է, որ վաճարեցի ոշխարը, հնարավոր չէր պահել, գյուղում մենակ ես էի պահում, ոշխար տանել բերել է սաղ պրոբլեմ էր, Կար ոշխրի դեպեց հալա, երեխեքն մի թապից մեծացան, սովորելու տվեցի, 3 աղջիկս մի մանգավարժ են, սովորեն բարձագույն, ավարդե, ամուսնացե, ամեկ մի հատ փոքրիկ ունին, տղեկս էլ դատու նույնպես Արժավանքում, 9 օր ծասանց դուրս եկան, գնացին արդիկ Արժավանքում 3 տարի հոգևորական ուսում կրթություն ստացան։ Թորներս մեկը մեկ տարեկան 2 ամսական է, մեկը 7 ամսական է, մեկը 6 ամսական է։ Տղեկս ասում փառք մի ավարտել են դպրոցը, մեկն աշխատում է ջերմոցում, ստեղ մեր հայ ջերմոցներում աշխատում, մեկը քաղաքը սովորում է։ Երկուսը սովորում են, ուղղակի Սմենով էլի։ Իսկ այն մյուսը եկեղեցում է։ Իմ երեխեքի քավորը, բան, մատ թակավոր քավոր ունի, տերորշինն է։ Սամուսան եկեղեցու աշխատողն է։ Էդմա յա քավորին օգնում է, խորանի ամուսնություն, պսակադրություն, կնունդ, ծնունդ, ամեն ինչին մասնակցում է։ Շուտով զինվորական են մեկնում։ Հունվարի 7-ից հավաքն էսքում է զույգ տղեկ են էլի։ Մեխանիզացիան 93 թվից ինքս եմ վարել, սաղ գյուղի գործերը, հարևան գյուղի գործերը, գյուղից դուրս, աշխատել եմ այն ժամանակ, ես տեխնիկով 3 տուն կպահեի, 3 տան իմ աղբորներ էին, սաղին օգնում էի, միջև այս 88 թիվը, որ արդեն երարաշարեղ արդեն հողերը սկսին մշագել, չմշագել, մեկը այգի անել, բան արդեն գործ չելավ էլ եք, շատ քիչ գործեր էր, միջև առեսը ես մի տարի կանգնած է, մատորի խփելուց հետո կանգնավ, հեմի ֆինանսապես չկա, ֆինանսասեն կոսկի ռեմոնտ անեմ ոտի, բայց շատ առնողներ են եկե, ձերը շետա ծախեմ, որը շատ էժան է, էլի, շատ կոպեգներ է, ասենք իզի ոնցով ծախես, մի ավտոյի գին չանի։ Գյուղում 4 ժան դաշտ էր, բայց մի բան այգիներ են սաղ հիմնադրել, իր հողը հիմնական վարել, ցանել, լավ հետո գրուզներ կրել, ցորենել, գարիել, աճարել, ես ինքս իմ հողերն եմ վարել, ցանել, բայց մի սաղ բանը, որը ծառ ենք տնկել, որը մնաց է անմշակ, խոտ ենք քաղում անասունի, անասունով ենք զբաղվում հետ։ Johnny Goyena
Բարի գալուս մեր գյուղ Մարտին Մանուկյանենց տունը։ Փոքրուց էլ սիրել եմ արվեստը։ Փոքր երեխա ժամանակվանից նկարել եմ։ Աղբորս գրքերը սախ փչացնում է դվրոց հետո էր թուղթ այն ժամանակ դե այդ ժամանակ այդքան չկար էլի նյութեր բան չկար, բայց շատ էի սիրում ես։ Նկարում էի, ինչ որ բաներ են ճարում, բաների վրա նկարում էի, բան, հետո ընթացքում արդեն հետո մեր գյուղն ինձ շատ սիրում տեղ է։ Անդադ նկարիչներ են գալիս, արվեստի մարդիկ, շատ մեծ դեմքեր նույնիսկ Հայաստանի մասշտաբով մեր գյուղը եկել են իրանք։ Այստեղ ձորը շատ լավ տեսարաններ կա։ Իրանց կողքն եմ կանգնել փոքր ժամանակ, ոգեշնչվել եմ իրանցից։ Շատ օրինակ Զուլումը շատ մեծ անուններ էլի։ Նկարելուց միշտ դուրս եմ գալիս։ Ես ընդհանրապես տան մեջ չեմ նկարում։ Իմ Մոլբերտը բան ընդեղ է ու ես որ Երևանում այն թվերին որ սովորում էինք, մեր դասատուն ասում էր միշտ դուրս եկեք նկարելուց տան մեջ նստած մի նկարեք։ Նկարիչը չպետք է տան մեջ մնա, ինքը պետքա կապ ունենա բնության հետ։ Ու ես տենց անընդհատ Սաղմոսավան, Արտաշավան, անընդհատ այդ նկարչության մեջ մի խոսքով տենց հայտնի եմ, էլի դե մարդիկ գիտեն որ արդեն նկարում ես նվիրում ենք, վաճառվում, հա, տենց։ Ոնց որ Աստված ասում է խոնարհներին շնորհք է տալիս։ Ես նվագում եմ, ընդդեմ տարբեր գործիքներ եմ նվագում ես։ Գիտար եմ նվագում, հարվածային գործիքներ, նույն քանդակներ եմ անում ես, իմ աշխատանքներից կա գյուղի մեջ գերեզմանոցի մուտքի մոտ այնտեղ աղբյուր են կառուցել, աշտարակում խաչքարեր կա սարքած։ Արվեստը իմ համար այնպես մի բան է, որ առանց իրա չեմ կարող մնալ։ Ես շատերի հետ դաշնամուր եմ աշտարակում պարապում, ասենք, շատ երեխեքի հետ, բայց իմ թորների հետ ոնց որ չեր ասում երեխեք չեն, արեք ձեր հետ պարապեմ, տնից է մարդը էլի, այսինքն ասում դե պապի մեկ ոնց էլ նվագենք, քոնոման չեն կարող նվագենք, ասում եմ ի՞նչ կապ ունի այդ, ասում սովորեք էլի տյանքա պետք կա, բայց այս սիրում են, չէ իրանք օրինակ Աբրահամն էլ տղես էլ լավ նկարում է բան անում, բայց դա ես հիմա իրանց հետ այդ աշխատանքն եմ տանում, որ դուք ես ոչ չեմ մնա, ես կգնամ, չէ, հետո դուք կմնաք։ Այսինքն դա պետքա շարունակվի։ Շաբաթ կիրակի հետ մենք բերում եմ իրանց յուղը, հանգստանում ենք, ուրախանում ենք, գնում ենք եկեղեցի կիրակի օրը ու ասենք երկու շաբթի առավոտյան շուտ նորից քաղաք եմ տանում իրանց։ Յուղում տուրիստներ ամռանը մանավանդ շատ են ելնում։ Դե այստեղ այս եկեղեցիներ կան, շատ հրաշք տեսարաններ կա այս յուղում, էլի, օրինակ այդ ծորի ամենափրկիչը, բան, ինքը շատ ես այդտեղ նկարների մեջ հիմնականում այդ բանն է ու մենակ ասում են դու շատ ես էդի նկարում, ուրիշ բաներ էլ նկարի, բայց հա, այս վիդեոն էսի մի քիչ այդքան էլ բան չի, շատ փոքր վաղտ եմ նկարել, այնտեղ կան նկարներ։ Այս վերջի գործերն են, որոնք որ իմ համար շատ լավն են։ Խոտը հարալım, կաննը թազա կարալım Բարի խոտը հարալım, կաննը թազա կարալım Անդենիկա խորտ նայլալ, զոր շիլակո պիրալım Երկր բազեն աղդացին, կավին տեղը կաղդացին Երկր բազեն աղդացին, կավին տեղը կաղդացին Խուխես թախտնա, նալը խուխես բախտնա Նալը խուխես թախտնա, նալը խուխես բախտնա Դեմի երկած այգնիկ, մեր հաշանել վախտնա Հաշամանին կաղդացին, տոնը մենք ադամկացին Հաշամանին կաղդացին, տոնը մենք ադամկացին Կալին կեսը գյուխենա, կեսը խարջին ծուխենա Կալին կեսը գյուխենա, կեսը խարջին ծուխենա Թակեն թևեր մեր մնա, մեն էլ մեր խեղ շուխենա Մեր բարին ես ամաստար է, մեր չպարին կտար է Մեր բարին ես ամաստար է, մեր չպարին կտար է Հիմա գտնվում ենք Արտաշավանում ամենասկզբի բնակավայրը, որ ձևավորվել է,
ու ստեղից սկիզբ առել Արտաշավան բնակավայրը, տեսնում եք հին 1800-ական, 1700-ականներից դեռևս սկսված պատերը պահպանվել է, գյուղի բնակավայրը ստեղից է սկսվել։ Շատ հին պատմություն ունի մեր գյուղը, թվագրվում է դեռ վաղ բրոնզե դարից, բայց ինչը որ ունենք պահպանված, ստեղից է սկիզբ առել Արտաշավան գյուղը։ Սա Արտաշավանի գյուղամիջյան ճանապարհն է, 5-րդ թաղամասն է։ Գյուղամիջյան ճանապարհն է ամենագողտրիկ ու հին պահպանված տարածքն է։ Գյուղը թվագրվում է վաղ բրոնզե դարվանից էլ կա, բայց գրքերում հին, որ արձանագրություններում արդեն կա 4-րդ, 5-րդ դարից, եկեղեցիների կառուցման տարիքից թվագրված 4 անուն է ունեցել։ Ամենասկզբում ռուսերեն է եղել անունը, Սելոխրամ, եկեղեցիների գյուղ, պայմանավորված շատ եկեղեցիներով, Որտկանն է եղել հետո Իլանչալան, 91 թվականից արդեն Արտաշավան։ Գյուղը զբաղվել է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, լավ շինարարներ, լավ հրամանատարներ, ինչ չէ նաև։ Ցավով ասեմ, թե չգիտեմ, այնտեղ պարտորեն նշեմ, պետությանը վերաբերվող արժեքներին շատ բարձր ենք վերաբերվում ու ցավով պիտի ասեմ, որ մենք միշտ պատերազմների առաջ կանգնած լինելով ցանկացած պատերազմին գյուղը իր մեծ ներդրումն ունեցել է իր ռեսուրսներով, իր զինվորներով, իր հրամանատարներով, հայրենական մեծ պատերազմին էլ, Արցախյան շարժմանն էլ, քառօրյային էլ, 44-օրյային էլ շատ մեծ թվով մասնակիցներ ենք ունեցել, ցավով պիտի նշեմ նաև անմահացած հերոսներ էլ ունենք, արագ տեմպերով զարգանում ենք, հետ չենք մնում ոչ մի բնակավայրից։ Այս համայնքները խոշորանալուց հետո պայմանները էլ ավելի մեծացան ու ավելի լայն հնարավորություններ բացվեց գյուղի համար։ Մեծ ուշադրության կենտրոնում ենք, արդեն մեծ ներդնողներ ունենք։ Մոտ ապագայում չեմ ուզում շատ ճակերտները բացեմ, բայց շատ մեծ անակնկալներ է սպասվում արտաշավանցիներին։ Շատ ուժեղ է туриզմը, շատ լավ զարգանում է, մեծ հոսք կա Արտաշավան իր պատմամշակութային տարածքներով պայմանավորված, туриզմը շատ ուժեղ զարգանում է ու օգուտ է բերում բնակիչներին։ Almasmatnek berere, anvir khamar berere. Şad u khorot neshandarum, aşkan zamar berere. Şad u khorot neshandarum, aşkan zamar